Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտ Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Շիրինյան։ Վաղուց միասին չենք զրուցել։ Հարցեր են կուտակվել նաև ինձ մոտ։ Կլասիկա է։ Սկսենք ամենապարզ հարցից, որը գուցե եւ շատ տարօրինակ լինի ձեզ համար, պատասխանի տեսանկյունից, ընտրապայքարի մեջ է մտել ձեր քաղաքական ուժը։ Ընտրապայքարի մեջ եք եղել նաև 2021 թվականին։ Ով է ձեր ընտրողը, պարզ հարցեր են։ Ինչ եք փոխելու, ինչն եք հակառակը, գուցե գալիս եք որ ավելի ամրացնեք։ Երկրին ինչ եք տալու, ինչ է տալու ձեր կուսակցությունը։ Ընդհանրապես քաղաքական կազմակերպության իմաստը խոսքը սահմանադրական պայքարի մասին է, քաղաքական կյանքին ընտրություններով մասնակցելու մեջ է։ Դա ընդհանրապես այդպես է, եթե չէ իմաստ չունի քաղաքական կառույց, այսինքն ինչն է բանը։ Հիմա յուրաքանչյուրը բարձ է գալիս է իր տեսլականով, ներկայի եւ ապագայի վերաբերյալ իր պատկերացումներով։ Մեր համար դա հեշտ է, որովհետեւ աշխարհի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություններն ունեն հայեցակարգային մոտեցումներ շատ հարցերի եւ փորձարկված է աշխարհով, որևէ երկրում, որևէ տեղ եւ այնտեղ հաջողություն եւ անհաջողություն էս բոլոր ուրեմն բաները աչքի առաջ են, միտեղ մի քիչ լավ, միտեղ մի քիչ վատ, հավանաբար, բայց բոլոր դեպքերում կոնցեպտուալ է, մոտեցումները մոտավորապես նույն պարամետրերի մեջ են։ Մենք ինչ ենք գալիս եւ ինչ ենք ուզում ասենք բերելու, այո։ Մենք բերելու ենք բարձր պայքար ժողովրդավարության համար, բայց քրիստոնեական կտրվածքով, արժե համակարգով։ Իսկ մենք քանի որ աշխարհում պետականորեն քրիստոնեությունը առաջին ընտրած ժողովուրդն ենք, ուրեմն մենք բերում ենք մեր ազգային արժե համակարգը քրիստոնեական, այսպես հյութեղ պատկերացումներ։ Սա շատ ավելի տարբեր է, քան լիբերալ ժողովրդավարությունն է, քան տարբեր, որտեղ ժողովրդավարությունը հազար մի մոդելներ ունի, կոնցեպցիաներ ունի եւ այլն, եւ դա մեզ հարազատ է։ Հարազատ է մեր ժողովրդին, ոչ թե մեզ որպես կուսակցություն, մենք սա ենք փորձում անել։ Այսինքն քրիստոնեական ժողովրդավարությունը, քրիստոնեական պատկերացումներ։ Դրա տարբերությունը, օրինակ ասում եք լիբերալ ժողովրդավարություն։ Լիբերալ ընդհանրապես ասենք գույների տարբերություն չկա, սերերի ուլտրալիբերալ տեսակետներ կան։ Քրիստոնեական ժողովրդավարության համար դա ընդունելի չի։ Աստվածաշունչն ասում է ուրեմն տղամարդ է, կին է եւ այլն, այսպես ընդհանրական։ Եվ այսպես ուրեմն այս կուսակցությունները որպես կանոն եւ այդ ավանդույթը դրվել է Ադենաուերի կողմից, դա կարող եմ ասել, երկրի վերականգնման ցանկացած մենք նույնիսկ առաջարկում ենք վերականգնման ժողովրդի ինքնա այդ մենթալիտետի կամ բարոյական եւ այլ կերպարների գիտենք խաթարումներ կան վերականգնման համար, հետագա առաջընթացի համար փորձում են եւ դա օրենսդրորեն քաղաքականապես պրոպագանդայով հետազոտություններով, այսպես ասենք, իրենց դավանած քրիստոնեական արժե համակարգի շրջանակներում կաթոլիկներ, բողոքականներ եւ այլն, չէ՞ որ լինում է այդ մշակութային արմատներին վերադառնան, այդ մշակույթների արմատների վերականգնումով շարունակեն իրենց ընթացքը դեպի ապագա։ Այդ իմաստով Գերմանիան ուրիշ կերպ չէր կարող վերականգնել, քան նացիզմի այլասերվածությունից, որ առաջացել էր։ Մենք այդ տեսակետից մենք ունենք բացառիկ հնարավորություն, որտեղ մեր մշակույթը Պարուս Սևագին եմ ցիտելու մի բան, հա, այսպես է մի բան։ Պարուս Սևագին ասում է, որ չի կարող մեկը լինել նորմալ մտավորական մարդ, եթե Աստվածաշունչը չի կարդացել, չի յուրացրել։ Ես դա որ շշմել եմ դա։ Խոսքը քրիստոնյաների մասին է, չենք ասում իսլամի եւ այլն։ Այսինքն այս արժե համակարգը, որ մեզ տանում է դեպի մեր ոսկեդար, մշակութային ոսկեդար, մոդելն էստեղ է, ուսեն սրանց վերականգնումով
ուրեմն այնպիսի պատկերացնում եք ինչպիսի մշակութային պետություն է առաջանում, ուրեմն սա ունի նաև տնտեսական բաղադրիչ, որն է տարբեր լիբերալներից։ Լիբերալների համար շահույթը գեր նպատակ է, գիտեք, դա կապիտալիզմ է, հիմա ասում են գործարար աշխարհ, բայց կապիտալիզմը եւ կապիտալը պիտի շրջապտույտ ունենա գերշահույթ բերի եւ այլն, բայց քրիստոնեական ժողովրդավարության պետությունների համար, որտեղ կիրառվում է, որտեղ եղել է, սա պիտի համեմվի քրիստոնեական բարոյական արժեքների հետ զուգադրվի կամ բաներ, որ գերշահույթը այնքան էլ բարձ է։ Ներողություն, այսինքն քրիստոնեական արժեքներով ժողովրդավարություն եւ տնտեսության մեջ եւս ժողովրդավարություն քրիստոնեական արժեքների վրա, այդ ինչպես է։ Ինչպես քաղաքացին ինքը, եթե գրում եք դաստիարակության իմաստով շատ քիչ քրիստոնեական արժեքներ, ինքը աշխատանքի նկատմամբ պիտի վերաբերվի որոշակի բարոյական չափորոշիչներով։ Գործատուն, որ ինքը քրիստոնյա է եւ գործատու է, ինքը որոշակի ուրեմն այդ արժե համակարգի կրող է եւ այդպիսի մի դիլնի եւ այստեղ այն տերմինը կհիշեք վստահաբար վայրի կապիտալիզմ, գիշատիչ եւ այլն, այս բացառվում է։ Այսինքն այստեղ կան բաներ, որոնք պիտի դաստիարակության հետ կապ ունեն։ Ուրեմն սրանց մեջ սրանից բարձր որ սա մշակութային արժեք ունի նաև աշխատանքը կարող է լինել ավելի հաճելի, հարաբերական կարող է լինել ավելի նպաստավոր, որտեղ դե կասա ռոմանտիզմ է տնտեսության ռոմանտիզմ չէ, հիմա սա որտեղ է կիրառվել։ Գերմանիայի ծաղկունքը սկսվել է ուրեմն 47 թվականից, երբ որ սկսվեց վերականգնվել այս կոնցեպցիայի կիրառությամբ, ուրեմն սա ասեմ մնացա։ Ուրեմն այստեղ կա նաև մի ուրիշ բան, որ մեր ժողովրդի խիստ անհրաժեշտ է, նման ուրեմն կուսակցությունները, հատկապես գերմանականը, որտեղ մոդելայինը մեզ համար գերմանականն է եւ նրա հաջողություններն են։ Մոդելի մասին է խոսքը, արտադրության մասին չի խոսքը, կարգի տեսություններ են, այստեղ շատ ընդգծված է իրավական պետության գործառնական նշանակությունը։ Կարող եմ ասել, ավելին, եթե չկա նորմալ իրավական պետություն, ժողովրդավարություն նորմալ չի կարող լինել, եւ առաջանում է ժողովրդավարության ավելցուկ թվում է, էլի, եւ անարխիա է գնում։ Հիմա կարգի տեսություն, ինչ է նշանակում, օրդնունք, կարգ ու կանոն, կարգ իմաստով, կարգ տնտեսության մեջ, կարգ մշակույթի մեջ, կարգ ամեն ոլորտներում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, որոնք ժողովրդավարության իշխանության իրականացման ձևերի մեջ են, այն գիրքը, որ դուք ես խնդրեցի ուրեմն Գերմանիայի ճանապարհը դեպի, որ դուք օգնեցիք, դա բացառիկ աշխատանք է, Լամբրեխտի աշխատանքը, կարգի տեսության կիրառությունը ժողովրդավարության իրականացման մեջ, որպես արդյունք Գերմանիայի այն հսկա ցածկը դեպի ապագա Հիտլերից հետո եւ վերականգնում է այսպես, ուրեմն կարգի տեսություն։ Բայց մենք ունենք մեր յուրահատկությունները։ Այո, բոլոր ժողովուրդներն ունեն, այո, բոլորն ունեն, բայց դրա համար էլ ասի, հիմա մեր յուրահատկությունը որն է։ Մենք եթե վերադառնում ենք, մենք այստեղ առավելություն ունենք։ Բարձ է, որ արժի համակարգի մասին է խոսքը, ոչ մոլեռանդության, բնական է։ Մեր մշակույթը քրիստոնեական է։ Հիմա մենք ասում ենք, որ ճիշտ է, որ եղել է նախորդ շրջան եւ այլն, բայց մոդելային տեսեք իմաստով մեր մշակութային ոսկեդարը սկսվում է Գրիգոր Լուսավորչի եւ Դրթատ Մեծի կողմից, ուրեմն քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո։ Սա մեր ծաղկունքի շրջանն է մշակութային։ Օրինակ ակադեմիկոս ուրեմն Մանանդյանը շշմելու հակասություն է տեսնում, ասում է պատկերացրեք պետության հանգամանքների բերումով թուլացման պայմաններում հա ժողովուրդը կարողացավ քրիստոնեական մեր ազգային ասենք այդպես պայմանական լիցքի շնորհիվ մշակութային թռիչք ունենալ, որը շարունակվեց մինչև Բաքրատունիներ, Կիլիկյան Հայաստան, լիցքը շատ էր մեծ, ես հիմա վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել եւ դա այսպես շարժիչի դեր խաղաց, այլապես թվում է չէ, եթե պետականության այնտեղ թուլացման հետ կապ ուներ, դա Բյուզանդիա եւ այլն, այս մասը հայտնի է, ուրեմն չպետք է լիներ, բայց դա այդպես եղավ մեր առանձնահատկությունը մեր։
Երկրորդը իհարկե մենք այստեղ խնդիր ունենք, որ մեր հիմնականը քրիստոնեությունը, մեր հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու, ուղղափառ եկեղեցու դավանանքի փիլիսոփայությունն է, այստեղ մենք կրոնի ուրեմն հավատի մասը թողենք քաղաքացուն, բայց հակաքրիստոնյա լինելը գրեթե օրինակ կուսակցության մեջ բացառված է, չեն ոչ թե ես չեմ արգելում, այլ չեն գալիս նրանք այստեղ են։ Հիմա տեսեք, այդ իմաստով մեր եկեղեցին ունի բացառիկ ուրեմն արժե համակարգ եւ բացառիկ պատմություն, մի բան ասեմ, ի տարբերություն արևմտյան քրիստոնեական բաների, այդ ուրեմն ջուղերի, այսպես մենք ուրեմն ինկվիզիցիա չենք ունեցել։ Այսօր ես պրոբլեմները դնենք կողքի, որոնք ռուսական միջամտության հետ կապ ունեն եւ ինչ որտեղ գողապետության շրջանի խոդորումների հետ, բայց դավանանքը իր փիլիսոփայությունը շատ է մեծ եւ ընդգրկուն։ Հիմա այստեղ մենք ունենք երկրորդ հարկ, իհարկե բոլոր դեպքը, եւ մենք միաբնակ ենք։ Այդ միաբնակություն ես ցիտելու եմ ուրիշի ռուս մշակութաբան Միկուշևիչ կա, նա ասում որ Գրիգոր Նարեկացու մոտ մարդու հոգևոր թռիչքը, կա ինչ որ Նարեկացին աստվածացրեց մարդուն, գնաց Աստված վերադարձավ պայմանական ասենք, ասում է դա բացառապես կապված է Հայաստանից ուրեմն առաքելական ուրեմն եկեղեցու ուղղափառ միաբնակ Քրիստոսի կերպի միաբնակ բացատրության հետ, որովհետև այստեղ մարդը եւ Աստված միախառնված են, միաձուլված են եւ ասում այստեղ Նարեկացին իհարկե թռիչք կաներ դեպի Աստվածայինը, ինչը որ կաթոլիկների մոտ չի լինում, ուղղափառների, պրավասլավների մոտ չի լինում եւ ինչու ասեմ, որտեղ այնտեղ Աստված Քրիստոսը կամ մարդ որդի է կամ Աստված Աստծո որդի է։ Հայաստանյաց եկեղեցում է սա սինթետիկ է եւ մեր մշակույթը շատ ես վստահ եմ որ լավ գիտեք բան է սինթետիկ մշակույթ է մեր Մարտիրոսարյանի գույները եթե արևելքցին է նայում իսկական արևելք է եւ եթե եվրոպացին է նայում իսկական Եվրոպա է լուսավոր է իր մեջ կրում է ամբողջ բույրը, ամբողջ ներքնապնակը, ամբողջ փիլիսոփայությունը, բոլոր ճյուղերը։ Այո, եւ այստեղ, ահա այստեղ աշխատող է, այս մարդն է, պետություն կառավարող այսպիսի մարդ եւ այլն։ Ուրեմն սա էլ այս մասն է, բայց այստեղ մի բան ասեմ, որ նրբություն ասեմ, որ մեր կաթոլիկական հատվածը չնեղանա եւ նաեւ բողոքական հատվածը չնեղանա, ինչու՞ որտեղ մենք գիտենք, որ թվերը կոնկրետ չասեմ, 19-րդ դարի երկրորդ կեսերին կաթոլիկությունը եւ ուրեմն բողոքականությունը մեր մեջ հաստատվել էր, այդպես եղել է։ Հիմա չկնենք ինչու եւ երկու եկեղեցիներն էլ իրենց այդ մասնաճյուղերը մեզ մոտ ավանդականորեն հաշվում ազգային եկեղեցի, այսինքն ազգային եկեղեցի բարձ է Էջմիածնինը, ազգային եկեղեցիները նաեւ են ջուղերը, որոնք ասենք մենք ավելին ենք քրիստոնեներ ուրիշի հանմատ առավելություն ունեն։ Այնպես որ հիմա այս մնացածը շատ բաներ կան, անվտանգության մասն ասենք, այդ քրիստոնյա մարդը շատ ուժեղ է ներքին։ Դա միանշանակ է, մարդը եթե հավատ ունի մեր մասին է, ես դա բանի հետ եմ զուգորդում ցեղասպանության տարիներին եթե նայում ենք, եթե լուրջ հետազոտություն է, մենք ոչ ուզում ենք ողբը, ոչ էլ մեկը, այսինքն օրինակին գնահատականներ ես դա գրել եմ ժամանակին, որ ըստ էության բոլոր տվյալները կային, որ մենք որպես ժողովուրդ այլևս չմնայինք, հարվածը շատ էր մեծ եւ թշնամին եւ այլն։ Ես վստահ եմ, որ ուրեմն քրիստոնեական դե մինչև 15 թիվ ուրիշ էր մեր ժողովուրդ շատ անգամ, այդ հավատն էր, որ նրան պահեց եւ սիմվոլիկան էլ կա հիշում եք, չէ, ուրեմն եկեղեցու բանը կանայք, հայ կանայք եկեղեցու դուռը բերեցին Էջմիածին հասցրին եւ այլն եւ անապատում կամ տարեր եւ այլն են նկարում։ Այս բոլորը այդ հավատի նվիրվածությունը, այո, հոգեվորը, որովհետեւ հիմա ժամանակից գիտությունն էլ ապացուցում է, բարձր որ ես ոլորտ անցել եմ, շատ ավելին ուզում հասկանամ մարդու հոգեվոր զարգացման եւ թռիչքի մեր մշակույթի ընկալման իմաստով նաեւ անսահման է։
ֆիզիկականն է սահմանավոր, մնացած անսահման է։ Դրա համար մենք ունենք մի պոտենցիալ, որը լավ չենք օգտագործում, ես առիթ եմ ուզում։ Մեր մոտ շատ տարածված է մարդկանց բաժանել մեծ, փոքր, տարեց, ոչ տարեց եւ այլն։ Բարձրացակապես սխալ եւ վտանգավոր մոտեցումը, որտեղ պատմական հանգամանքները կամ իրականությունը մեզ մոտ այնպես է ստացվել, որ մարդը մինչև 45 տարեկան մոր թոշակով է ապրում, 50 տարեկանից է թոշակ է գնում։ Նրա ստեղծագործական պայմանական իհարկե տարի կրճատում է։ Միշտեր այդ բանը լիցքը ընդգրկուն է եւ շատ է, եւ եթե նայեք մեր մշակույթի այն հրահեղ գործիչներին, տարիքում շատ են ստեղծել հասուն տարիքում, ասենք բուտակումը բանը։ Դա համար այս բաները եթե չլինի եւ սա քրիստոնեական այս լիցքը, որ լինում է բանը, պատկերացնում եք մեր դեմ խաղ չկա։ Ես էլ օգտագործում 100%-ով համոզված եմ։ Փաստերը շատ ուրիշի այդ դուք որ օրինակը բերեցիք նախ այո դուք մտավորականության հարցն էլ բարձրացրեցիք այո որ ստեղծագործում էին եւ երկրորդը այն որ ասում եք մինչեւ 40 եւ 40-ից հետո սա մտածելակերպի փոփոխություն է թե սոցիալական խնդիրների արտացոլում է դա բացառապես եւ պայքարելու չտրամադրված դա մտածելակերպի գալիս էլի իշխանության ձևի կազմակերպման հետ զուգորդվեց այդ սովետական շրջանի դուք գիտեք որ վաղուց ես պայքարում եմ այսինքն բացադրում ասում եմ որ կողմնորոշումային քաղաքականությունը մեզ համար վտանգավոր եւ ողբերգություն է այդ որտեղ ռուսական գրբանում երբ տեղավորվեցին դե մեր քանակը քիչ է չէ հիմա այն չէ չինացի չենք երկրորդ թվականակ նկատի ունեմ դեմոգրաֆիորեն առաջացավ վիճակ, որ երիտասարդությունը գնաց, Հայաստանում թոշակառուն մնաց։ Թոշակառուն ես պայմանական եմ ասում։ Մտավորական մասը, ով որ ճարպիկ էր, ով որ հայրենիքի հետ ուրեմն ինչ-որ ձևով կապերը կարողացավ պահելով կամ չպահելով գնալ եւ այլն եւ քանի որ մեր աշխարհագրություններ 30,000-ներ գումարած Արցախի են տարածքը որ կար դե նա չբնակեցվեց այսօր առիթ է այսօր խոսում են հազար բաներ ոչռագործները չկարողացան բնակեցնել չուզեցին բնակեցնել այդ տարածքը ամայի է ինչ է այսինքն եթե ուզում եք իսկապես գիտեք որ դա ուզում եք որ պահեք ձերը ձերն է ուրեմն պետք է բնակեցնեք եւ բայց այս խնդիրները չկա եւ մենք փակվեցինք մենք մեր լեռների մեջ ես ցեզ ասեմ մի բան որ ինչն է խնդրեմ որ ես վաղուց նկատել եմ մենք այս տարիներին կարծես տարանք երևի Հրանտ Մաթեոսյանի ասածի նման ձորի ժողովուրդ հերանեկարը բան է հարաբերվում ենք ռուսների հետ, այն էլ ինչպես եւ այլն աշխարհ դուրս չեն գալիս, նաեւ դրա հետ է կապված լեզուների չիմացությունը մեզ, օրինակ իմ սերունդը օտար լեզուներ գրեթե չգիտի, մի քանիսը գիտեն, եւ հիմա դա դարել է խնդրեմ, ինչու լոլիկ ուր պետք է տանես վաճառես յակուտների մոտ, որտեղ ռուսերենից բացի մի քիչ հաշվել ուրիշ ոչինչ չգիտես, Իրանը կողքիդ է, պարսկերեն լեզուն չգիտես եւ այլն։ Այսինքն մենք արհեստականորեն սա բացառապես իշխանության հանցագործության քթի տակ նայելու գողոբուտով զբաղվելու եւ անվտանգություն ուրիշին հանձնելու բան է, որ արդյունքները մենք տեսանք։ Հիմա միշտեր ուրեմն պետք է հերանեկարը եւ դաշտերը տեսնել։ Ես եթե կհիշեք, ենթադրենք, բայց հիշեցնեմ Ես միշտ կրկնել եմ ժամանակին, որ եթե մենք Քուրարաքսյան Հայաստան չենք ստեղծելու կամ եւ այլն, այս տարածքները պահել չենք կարող, այդպես ստացվեց։ Հիմա մեկ տակետներ կան, ինձ գրում են Քուրարաքսը ինչ եղավ։ Գնալեք, Էշե քուրակ, դուք ստեղծեի տեսաբան, եթե ասում եմ մտածել է պետք, ոչ թե իրեն մուննատ կարդ ինչ ես ասել։ Ինչու էի ասում, այն անվտանգությունը թողենք, որտեղ մենք քուրարաքս չէ, լեռներից իջներում ենք մեր դաշտեր, մտահորիզոնն են մեծանում, տեսադաշտներ մեծանում եւ այլն, սովետական տարիներին ռուսերենով մի լավ երգ կար եւ Ալիևը դա օգտագործեց, իսկ մերոնք
այսպես քարտուղարները, չգիտեմ, որոնք ունեին ռեսուրս, նայրա այսպես տեղին ուղարկեց Մոսկվայի համալսարան սովորելու, սրանք դառան ապերոներ մեծ մասը հիմա, բայց այդ փողերն ու հնարավորություններն իրենց էին ուրիշիներ խանգարեցին, օրինակ իմ կրթությանը կոնկրետ խանգարել են, որովհետև ես իրենց բարեկամը չեմ եղել երիտասարդ ժամանակ, հիմա ինչ է, հիշում եք, որ Շիրակո Շագա այդ Ադրբեջան, այդ երկար շիրական ստրանա մայա ռադնայա, այս տալիս էր տարածք, տալիս էր ընկալում, հորիզոն, ինչ որ նարեկացին է, դեպի տեզերք, այդ բոլորը փոխարինվեց ինչով, եւ խաղաղ տոնն եմ հիշում, ֆիլմը, հենց հիմա պահի տակ, հիշում եք ինչ երգը կարծեք, ալիք ռուսական ստեպներով տարածվում է խմբերքեր եւ այլն, բայց մենք այդպեսին եղել ենք, իրենք բայց մեզ բերեցին եւ սկսվեց մանավանդ այն ոչրայի միտքը, որ առաջին անգամ այս Ղարաբաղցի այդ Լևոն Տեր-Պետրոսյան ընտրությունների շրջանում արեց, որ եւ տրոհված ժողովրդին անընդհատ տրոհեցին եւ մենք մեր փոսի մեջ եւ դրա համար Երևանում հիշեք հետ սովետական տարիներին ինչ ծաղկեց բուտկչին բուտկայով մտան հող ամեն մեկը եւ դրա համար ինչ է տալիս քրիստոնեությունը եւ ինչպես է փոսից դուրս գալու այո աշխարհի տեզերական են գալու որովհետեւ քրիստոնեությունը համաշխարհային կրոն է դա դեզերք է տալիս եւ սիմվոլը միշտ վերցնենք մեր նարեկացին պատական չի որ նա դարձավ փիլիսոփայական դոկտոր 36-րդը Հիմա մեր մշակույթն ենք նայում, նայեցեք որին, կուզեք բանաստեղծությունը, կուզեք նկարչությունը, ես սովորաբար սիրում եմ մեկ Սևակին ասում եմ, որտեղ նա գրել է, որ եթե աստվածաշուն չես կարդացել, դու մտավորական մարդ չի ասում, մարդ մտավորական լինել չես կարող, սա հային է ասում եւ այլն մնացածը իսկ Սևակի մասին կարծում եմ ինձ հետ գրիչը Սևակի դիմացությունը վիճելը նայում ենք Արամ Խաչատրյանին դա զուտ հայկական այսպեսի հզոր լիցքով երաժշտություն է հիմա որ ինչ ասեմ կարծում եմ Երուսաղեմում կհաստատեն ինչ-որ ձեզ համար շատ հետաքրքիր է ես երբ Երուսաղեմում աշխատում էի ուրեմն մեր վարժարանում այնտեղ իմ բնակարանն այնպեսին էին տվել որ մի ուրեմն ալիք էր աշխատում հեռուստացույցը դա եւ այլն եւ դա Հորդանան ամման քաղաքն էր Հորդանանի թագավորության այդ առաջի իրենց ալիքը բռնում էր թագավորական ալիքը շաբաթ չկար որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը չմիացնեին հիմա ինչ ասես այս խաշխորոված ուտողներն են ինչ-որ ուժեղ Հայաստան տեսեք մշակույթի մասին ոչ մի խոսակցություն չկա տնտեսության վերափոխման ոչ մի շուր աշխատատեղեր այս գիտեմ բարտելները աշխատատեղեր են էլի եւ այդ հիմա կարող եք ստուգեք շաբաթ չկար որ Արամ Խաչատրյանի ուրեմն սուսերով բարը եւ այլն նման բաներ հատվածներ կամ ամբողջական չտային պատկերներ եմ ասում ես դա ուղղակի արաբների դե թագավորական կրթություն ունեն էլի դրանք բանը թագուհին թագավորի մայրը անգլուհի է էլի էս Աբդալլայի մնացածը չեմ ուզում ասել եւ ինչ ուրեմն նայում էիք արաբական կիսանապատներ են կակաչներ մենք էլ ունենք են կակաչներ եւ ձիերի են թռիչքը որ գնում է Արամ Խաչատրյանի երաժշտության տակ ամբողջ պատկերացնում եք հիմա սա տեսնողը եւ այս ռաբիզը ինչ որ բերել լցրել են ինչով ուտում խմում են օջախի եւ մյուսների են երաժշտությունը որ կա ինչ որ կար ավելի շուտ հիմա ինչ որ փոփոխություններ կան ահա էսա առաջացնում է լայնացակ հայրենիքի եւ այլնի պատկեր եւ հակառակը իսկ մեր մշակույթ այդպեսին է որն ասեմ հիմա նայում ենք տարածական առումով նայեցեք բանի Բաքրատունյաց շրջան եւ մեր մշակութային էքսպանսիան աշխարհով մեկ ճարտարապետություն փիլիսոփայություն չգիտեմ ինչ հիմա իրավական միտք մխիթար գոշ այս բոլորը դեզերք է դա
տիեզերք են արեգացու այլ իմաստով։ Ասեմ նաև, որ շատերին, որ տեսեք, մի բառ չեն խոսում, եկել են ինչ են ասում, բանը, ուժեղը, այս նկատի ունեն գլադիատոր են, գիտեն այստեղ էլ դե գլադիատոր հարցեր միշտ անվտանգության ուժերը կլուծեն, կտնեն գետնի վրա ասֆալտին կբարգեցնեն, բայց մի փաստ ասեմ, հայտնի է, որ հունական անտիկ փիլիսոփայությունից եւ մշակույթից շատ բաներ ժամանակին կորան, վառվեցին, քանդվեցին, ինչ-որ է հունական, բայց շատ բաներ թարգմանչական մեր արվեստի եւ մեր փիլիսոփայության շնորհիվ Մատենադարանում եւ մնացած եւ մեր գիտնականների ուղեղներում Սեն Արևշատյան, Համլետ Գևորգյան, Ասատրյան Մամիկոն, երեկվա սերունդն է, Լևոն Աբրահամյան, այսպես Սեբաստիան Կարեն, այդ ամբողջը սրանց մեջ է, նախորդ սերունդները էլ չեմ ասում, հիմա եւ հայտնի է, որ հայ փիլիսոփայությունը ընդհանրապես, որը այդ սովետականով չպետք է նայվի, սերտ առնչություն ունի իր մշակույթի եւ իր հավատի, իր կրոնի հետ, իր մեկնաբանության, եւ այսպես ինչ եղավ, այն կորածը հայ մշակույթի մեջ վերարտադրվեց եւ եվրոպականությունը մնաց, որ կորել էր իր մոտ, ինչ անգամցա մեկ, երկրորդը հայտնի բան է, որ արաբական փիլիսոփայական ծաղկունք, երբ որ եղավ 10 եւ այլ դարերում, իր հունական փիլիսոփայության եւ սրանց միջև կամուրջ եղավ հայ փիլիսոփ Դավիթ Անհախտ եւ այլն, այս խողովակով մեր մեկնաբանությամբ են այդ բոլորը ստացել։ Հիմա նայեցեք այս վիճակը եւ այն վիճակը, հիմա մենք ինչ ենք բերում ձեր ասածով, ես բերում եմ քրիստոնյա ժողովրդավարական ուրեմն հայեցակարգի նման մեկնաբանություն եւ այստեղ թողան բանավիճեն, ոչ թե ինչ-որ բան է։ Եվ վստահ եմ, որ մեր ժողովուրդը մեզ ճանապարհ է տալու, որտեղ դա տանելու ենք այնտեղ։ Հիմա հաջողության առումով էլ ասեմ, որ ես շատ եմ Գերմանիան ինձ շատ հետաքրքրում, գիտեք ինչու։ Նախ հետաքրքիր եղել անձնական իմաստը դնում եմ փիլիսոփա, բայց բանը ինձ համար հետաքրքիր է եղել, թե ինչու այս ժողովրդին գետնում են, դե աշխարհը վրա է տալիս։ 45-ին Գերմանիա չկար բառացիորեն եւ գերմանացին հոգեբանորեն գոյություն չուներ, բացի մի որոշ էր։ Այդ ինչի են իրենք վերականգնվում, մենք այս ողբից դուրս չենք գալիս։ Ինչի, որտեղ մենք ռեժիսոր ունենք Մոսկվայում ողբի։ Հասկանում եք, որը գիշեր ցերեկ իր դպրոցով իր լեզվով, օրինակ այս երկու Չայկովսկու անվան դպրոց, բանը երաժշտական, ինչու՞ պետք է լավագույն դպրոցը Չայկովսկու անունով, ինչի, ով կարող է բացատրել, բայց հիմա տնենք, որտեղ սա շատ կարևոր բան, հիմա ինչ էր վիճակը 45-ի ապրիլին է կարծեմ Ադենայրը իր կուսակցության ԿԴՄ-ի քժական ես ասեցի մոդելային իմաստով վերցրել եմ խորհրդակցությունը հրավիրում եւ գլուխ են ջարդում, լավ ասում են ինչ եղել է, ոչ իրենք գործել, էս, եւ կարծեմ այնտեղ այսպեսի մի խոսք է հնչում, որ դա չեմ կարող հաստատել, բայց ուրեմն կստուգեմ մի օր, որ Ադենայրն ասում է, լսեք, գերմանացի կարող է չլնել աշխարհում, հիմա այնքան ժողովուրդ չկա, որ բայց ասում հասկանում եք, Գերմանիա ոնց կարող է չլնել։ Հիմա ասում է, որպեսզի Գերմանիա լինի, պիտի ինչ լինի։ Եվ ասում առաջին ազատությունը պիտի ապահովի, Ֆրայհայտ, ազատությունը, ինչ որ մենք դա ապահովել ենք, հեղափոխության շնորհիվ ավելի շատ ազատություն ենք ապահովել, քան կա, մի քիչ պայմանական եմ ասում, երկրորդ մասը ասում է մենք վերականգնման կարիք ունենք, ինչպես կարող ենք վերականգնվել, սեփականության ձև եւ այդ լուծելի հարցեր են, ասում են բառացիորեն ասում եմ Ադենայրի ձևակերպումը, եթե ասում է մենք կվերադառնանք քրիստոնեության արևմտյան մշակութային արմատների վրա, քրիստոնեության արևմտյան քրիստոնեության կամ մշակութային արմատների վրա, ահան Բանաձև ասում է, որ առաջ կնեզ մղի եւ հետո տնտեսություն էլ դվել տնտեսագիտության այնպիսի դոկտորի հենց, ինչպեսին բան իր գործընկերներ, Էրհարդն էր, որը արդեն
Հիտլերի ժամանակ էլ այս իմ ասած կոնցեպցիաները զարգացրել էին, որոնք իրենց շորտին չէին խափում, ձեռները դնեին Աստվածաշնչի վրա, երազային ռուսական սապոկ, այդպիսի բան չէր կարող լինել եւ այսպես եւ սկսեցին այդ վերագանգնումը այդ արժե համակարգով, այսինքն այստեղ որևէ հանցանք չկա, չէ՞ որ արժե համակարգ է մեր տեղ բերում եւ դա բերեց ինչին, փաստերն ասեն 1953 թվականին Գերմանիան, արևմտյան Գերմանիան, արևելյանը չկար, հաշվենք, դե այդ հաշվում չէր, 3 կրճատված, օտարի կողմից գրաված, իրենց ջերմուկն էլ վերցրել էին, չէ, մեկը սարը, մեկը, գիտեք, պատերազմի արդյունքով, 53 թվականին Գերմանիան վերականգնեց նախապատերազմական արդյունաբերական զարգացման մակարդակը, պատկերացնեք քանի տարում, 39 թվի, որ պատերազմի մեջ Հիտլերը չէր մտել դեռևս կարգին, վերականգնվեցին, ինչի շնորհիվ, ես մենք պետք է հարց տանք, այդ լիցքի են հոգեկանի, որ կարողացան իրենց ժողովրդին վերականգնել եւ այդ մեկ, իսկ 61 թվականին, 62 թվականին Գերմանիան հայտարարեց, որ ինքը ընդհանուր բարօրության հասարակություն է ստեղծել, այսօր մեր հայրենակիցները վայելում են այդ բարօրության հասարակության թոշակները, նպաստներից կես Հայաստանի կողոպտիչներն են հենց Չեխոտկայի լինում, չեն գնում, Նախոտկայում բուժվում, գնում են գերմանական հիվանդանոցներում են բուժվում։ Հիմա սրանք Ավստրալիան կարող եք վերցնել տարբեր վարիացիաներով ԿԴՄ-ն էլի վերականգնեց, Նիդերլանդներ եւ այլն, բոլոր տեղեր քրիստոնեական այս արժե համակարգ, որ երկրները, որ ասում եմ, իրենք հիմնական դերակատար եղան, ահա ես զարմանում եմ, որ մենք իհարկե ունեցել ենք ԿԴՄ այդպես սուտ-մուտ արել են, ընտրություն մասնակցել, մուտիլով կանեն, այս ընտրություններն մի հատ ԿԴՄ կճարեն, որպես շփոթ լինի, թե մեկն ու մեկը որն էր, այդ չեկիստական գործ է փչացնելու, հասկանում եք գործը, մենք ես դա եմ առաջարկում իմ համախոհներով եւ վստահ եմ, որ տնտեսական եւ այլն Եվ ծրագիր ունեք համապատասխան։ Եվ ծրագիր ունեք համապատասխան։ Պարոն Շինյան, գովազդային ընդմիջում, որից հետո դիտարկում ենք այնուամենայնիվ էլի մենք ընտրությունների թեմայի շրջանակներում ենք այսօր մեր զրույցը կառուցում, ինչպես եք զգում ձեզ այդ ընտրապայքարում, ինչ եք դիտարկում, ինչ վտանգներ կամ հակառակը գուցե ինչ-որ մեծ հնարավորություններ կան բոլոր ուժերին ինչ-որ ձևով իրենց ներկայացնելու։ Ընտրությունների մասին կխոսենք, սիրելի բարեկամներ, գովազդի եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են
են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա, այ սենսացիան էսա, ծրի է, իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով, նավով վճարում եք մեկ արկղի համար, երկու արկղել անվճար, կասեք, աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական գիտությունների դոկտոր Քրիստոնեան ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ եւ այսպես պարոն Շիրինյան ընտրապայքար է։ Չնայած ընտրարշավը դեռ չի սկսվել այդ բուն այն ինչը որ կոչվում է ընտրարշավ, բայց պայքարը վաղուց է սկսվել։ Խոսում ենք հետևյալի մասին՝ կարգախոսներ, ելույթներ, արհեստական բանականության շնորհիվ ստեղծված հոլովակներ, անգամ ուղերձներ արհեստական բանականության ուղերձները մարդկանց։ Ես այդպիսի բաներ եմ տեսնում, դուք ինչ եք տեսնում։ Ես ուրիշ բան եմ տեսնում, մեր պատմության, մեր ներաշխարհի աղճատում ու աղավաղում։ Ինչքան օրինակ, դե ես ինչպես դուք երևի, բայց ես բավականին շատ մարդ եմ ճանաչում, ինչքան որովհետեւ այլասերված կգբեշնիկ կար, բոլորը դարել են հայ եկեղեցու ուրեմն հետևորդներ։ Զավեշտ է։ Դե եկեղեցու հետևորդը ցանկացած մարդ կա։ Չէ, հավատացյալ էլի, հավատացյալ։ Նենց է խոնարհվում, քիչ է մնացել գլուխներն ասվածին խփեն։ Դա ինքնին չի այդ բարոյական նորմերը խախտում է։ Հիմա բայց ուրեմն երեք բաշանում եմ տուն եւ կարգախոսներն եմ անում։ Ասեմ որ շրջաններից է գալիս, կարող եմ ասել Արտաշատի ժողովրդին շնորհակալություն եւ այլն, ինչպես որ ասում են մենք մեր ձևով, մեր մի երկու երեք հոգով քայլում ենք փողոցներում եւ հաղորդակցում ենք մեր ժողովրդի հետ եւ հրաշալի է դա։ Սա մեր հիմնական աշխատանքի ձևը եղել է մնում է, որտեղ ես 6 տարի քայլում եմ Հայաստանի տարբեր շրջաններ, Երևանի փողոցներով մեր ժողովրդի հետ ժողովրդի մեջ։ Ուրեմն սա չենք փոխելու մենք, եւ դա կայքեջային է հիմնականում, դա բնական է, մեր ռեսուրսի հնարավորության եւ այլն համար։ Բայց հիմա բարձվում է որ Դե ես շատ եմ դժգոհել, որ մեր ռեսուրսը այն չի, բայց հիմա բարձում է լավ է, որ այն չի։ Հիմա ինչ է ստացվում։ Ուրեմն բաների այդ պլակատների, պլակատ ասենք, որտեղ հայերեն չի դա, այդ հայերեն ավանդույթ չի։ Ուրեմն մի հեղեղ է առաջացել, բառ ասելու եմ, իհարկե քաղաքացիները ոչմ խնդրել, որ զզվանք է առաջացել մարդկանց մոտ, պլակատ, ուր գնում ես մի հոգու, նույն հոգուն տեսնում ես, եւ նույն կարգախոսները, ուժեղ Հայաստան, Ես իհարկե ես գիտեմ ուժեղ Հայաստանը ինչու է այդպեսի կարգախոս ընդրված, ասենք քրիստոնյա Հայաստան հասկանալի է, չէ՞, հասկանալի է։ Բարեկեցիկ Հայաստան հասկանալի է, ուժեղ բանակ շատ է հասկանալի, հզոր պետություն, հզոր հայրենիք, բայց ուժեղ
Սա գողական բարքերի հետ կապ ունի, էլի մտածողություն, գողականություն, ուժեղ էլի, ավտորիտետն է, հեղինակությունը։ Էդ էլ է, մի քիչ ժողովուրդ ախալքալակում ասում են բոլոր դեպքերում ասում որ շաքար շատ լստեն կուտվի, զորով, շարով։ Ուժեղ խաղաղություն զավեշտ է, ուժեղ խաղաղություն մեկը կարող է բացատրել։ Ուժեղ խաղաղություն Ուժեղ խաղաղություն, հա, այն ռադիոտան մոտ կա, էլի բանի, երկրորդ Ուժեղ խաղաղություն։ Ուժեղ խաղաղություն։ Չեմ հանդիպել։ Հիմա կնայեք, թե դա ինչ է նշանակում, թող մի հատ հոդաբաշ գիտեք ինչից է, երևի ուզբեկ մի թարգմանիչ ունեն Ռուսաստանից ուղարկված լոզունգները տվել են, սրանք թարգմանել են, հիմա ստացվել է այդ մի երկ կա, չէ, մեր ժողովրդի մեջ տարածված, ասում են լսի, որ համերգի, որ երկը պատվիրեցինք, նույնն ես վերջում երկում բանթե, դա ասում են ինչ անեմ, ասում են չալեմ, յարնանուշն է դուրս գալեմ, հիմա սրանք իշխանության տապալման մոլուցք ունեն, էս է, Մոսկվան ունի, իրենք էլ էդ են անում։ Այսինքն համարում եք, որ թարգմանաբար է, հա։ Համերը չի, հայոց լեզվի ես բոլոր սիլնի միր չեն ասում, պրոչնի միր են ասում, կայուն են ասում, այո, հաստատում, իրենք կայուն որ ասեն, դե Նիկոլը կայուն խաղաղություն անում է, չի լինում։ Հիմա ես լեզվի պետական տեսչությանն եմ դիմում, լավ ընդհանրապես դուք այս ժողովրդի ոտ պետության հետ կապ ունեք, թե չունեք, այդ դրանք դուք անել եք, թե չէ, ինչ է նշանակում ուժեղ ուրեմն ուժեղ խաղաղություն, մեկը բացատրի, հա, բայց ինչի համար են այդ տեսչությունները, եթե չունեք ռիսկը կամ եթե շահագրգռություն կա ինչ կա, այդ դեպքում հեռուստատեսություն դուրս եկեք, ասեք, մի բան ասեք։ Պարոն Շինյան, ստացվում է, որ դուք դեմ եք ուժեղ խաղաղությանը։ Ուժեղ խաղաղությանը, ես ասեմ, խաղաղության հիմքը դա չի։ Խաղաղությունը ձեր ասած կայուն եւ այլն կլինեն ժամանակ հաստատում որը կուզեք խաղաղությունը երբ ուժերի շահագրգիռ ուրեմն բախման համադրման համազոր է առաջանում եթե ուժերի համադրություն կա պետությունների այնտեղ դա հիմքը կա խաղաղություն կլինի իսկ եթե չկա խաղաղություն իշքան ուզում ես ասա բալանսը խախտված է խաղաղություն չի կարող լինել այլ ինչու էս աշխարհակարգը խառնվեց այսպես մոտավորապես որը սկսվեց Արցախում ռուսների դավաճանությամբ որովհետև Ռուսաստանի քայքայում ու թուլացումը այն խոշոր տերությունների միջև բալանսը խախտեց մեկ այսպերգը գնում է հատակ, մյուսները արդեն խառնվեցին, մեկ ուզում է օգտվել, մեկը փրկվել եւ այլն։ Դրա համար այդ աբսուրդ բան է։ Հիմա հարցը էսպես է, ինչու է Հայաստանի Հանրապետությունը դա շատ կրկնում իր պաշտոնյաներով, որովհետեւ գիտի որ ուրեմն պիտի հզորանալ, դրա համար շատ պետք է խոսի խաղաղությունից։ Չեմ ուզում փակագծերը բացեմ։ Հիմա սրանք ուրեմն չգիտեմ ինչի համար են դա ասում։ Ուրեմն խաղաղությունը այդ մեկ ընդհանրապես կոնցեպտուալ։ Հիմա տեսնում եք, եթե նայում ենք Իրան, չէ, Ամերիկա, Իսրայել եւ այլն մեծ խաղաղություն կախված է թե չէ այստեղ խաղաղություն բարձրացի Պարսկաստանից էլ կախված չի ընդհանրապես իրենից կախված չի դերին մարդիկ ուզում են միջուկայել զենք հիմա ունեն չունեն տեսեք ինչ բերի գլխներին հիմա այս ուժերի համար եթե խաղաղությունը հասկանալի չի եւ այն հիմա չէ սխալ եմ ասում Պանշինյան իրենց որոշումն է իրենք կարող են հրաժարվել բայց չեն հրաժարվում չեն այդ դեպքում ռեժիմի փոփոխություն է լինում արմատական բաներ հիմա օրինակ ես վստահ եմ հիմա Կրեմլին հաց ու ջրի պես խաղաղություն է պետք իհարկե չեն ասում ոչ մի տարբերակ չունեն երկիր փրկեն չեն խոսում, որովհետև գիտեն, որ իրենցից չի կախված, Ռուսաստանի խաղաղությունը իրենցից ընդհանրապես չի կախված եւ կախված է ուկրաինացիների կամքից։ Իսկ նրանք պիտի ազատագրվեն իրենց պարտադրելով։ Ես այսպես շարք է, բերեք այս Հայաստանն էլ չի որոշում իր խաղաղությունը։ Ոչ, Հայաստանը ինքը որոշում է, ասեմ ինչու, ցանկացածն է որոշում։ Այս պարագայում ես հաջելիորեն ասում եմ, երբ միշտ մեր իշխանության մեջ առաջացել է թիվը երևի իմ տեսանելի մակարդակով եմ ասում, չեմ կարող ընդել եւ իշխանությունից դուրս մի երևի 7-8 հոգի բայց
մյուսները համախով, որտեղ 7-8 արժի, բալանս լավ հաշվել են սովորել, շատ լավ եւ ճշգրտությամբ գործադրում է մինչև հիմա։ Բարձր որ այստեղ վարչապետի տերը առաջի պլանում է, որը համադրում է, որը այս եւ քայլերն անում է եւ այլն։ Դրա համար էլ Ժողովուրդ ջան, այն որ Պուտինին վարչապետի տեղը տարեց, մի վախեք, դա հաշված է, էլի։ Սա իհարկե, որովհետեւ քաղաքական մեջ ոնց է դուք ասվում է բառը այնտեղ պաշտոնյայի մասին է, որտեղ պետք է, եթե պետք չի ասում, հազար մի բաներ են ասում, եւ նույնիսկ Ալիևի մեկն է դարել է խաղաղասեր, չէ՞, շատ խաղաղասեր է դարել։ Խոսքերով գուցե։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այստեղ այս հարցերը կան, մենք դա պիտի ընդունենք եւ դա շատ լավ է, որ մեր դա աստված որ մի 15 լինեն, օրինակ ես ենթադրում եմ մի երկու գեներալ էլ կա, բայց դա չեմ կարող պնդել, չեմ ուզում նաև պնդեմ։ Արդեն զինվորականության մեջ էլ այդ հաշվեկշիռը հաշվել լավ սովորել են եւ դա վարպետություն է։ Ռուսները դա չկարողացան հաշվել, չկարողացան անդունդը գնացին, իրենք որտեղ աշխարհակալվա, իրենք ռուսներ, իրենց բանակը, իրենց աղջիկները ընկան փոսի մեջ։ Հասկանում եք ոնց է դրա համար Ինչ որտեղ մեզից է կախված, ինչ որտեղ մեզից չի կախված։ Նույնն էլ պարսիկների համար է, Իրանի։ Դեռ շարունակում են շտենտեղ ասել ինչ։ Չեն դե դորգ եք, առևտուր եք։ Պաշինյան, շատ հետաքրքիր է, ինչ էիք պատրաստել, ինչու եմ դրել, ասել։ Այո, ինչ որ բացել եք։ Բոլոր դեպքերում ես մեր ժողովրդին ուզում եմ զգուշացնեմ, որ ժողովրդավարության ուրեմն տված առավելությունները թույլ չտան ռևանշիստներին օգտվելու այդ առավելություններից։ Այսինքն, եթե դուք քրիստոնյա ժողովրդավարության պարագայում այս պարագայում կիրառվում է կանցլերական դեմոկրատիա, մի քիչ համահավաք, մի քիչ զուսպ, մի քիչ կարգ ու կանոնի մեջ, բարյատկի մեջ այդ բոլորը։ Եվ գերմանացիները դա արել են նաև ուրիշները, այսինքն թույլ երկիրը պատերազմից նոր ամբողջովին դառնում է դեմոկրատական 3000%-ով, միշտեր 1000%-ն էլ է բավարար, եւ դա որևէ մեկը չի կարող ասել դուք ժողովրդավար չեք, եթե կարգ ու կանոնի իրավական պետության մեխանիզմներն աշխատեցնում եք։ Հիմա դրա համար մենք կարող ենք այստեղ ճակատագրական սխալ թույլ տանք ժողովրդավարության ճակերտավոր ավելցուկը սրանց առիթ է տալիս Հայաստանը ներքաշել ուրեմն տարբեր խաղերի մեջ, հիմա հարցնել մի քիչ պարադոքսալ է, ասեմ ինչու։ Երկիրը քաշում են դեպի այն պետություն, որ ինքը անդունդ է գնում։ Հիմա այլ երթվում են, որ իհարկե ռուսների ասածով չեն անում, բայց այդ դեպքում պետք է ասեն Կոպիրկինի արև։ Դա ռիսկ չեն անի ասել, կամ Կիրիենկոյի արև, որտեղ կպատժեն այդ արևի համար։ Հիմա բերեմ պատմական փորձը։ Ժողովրդավարությունները ունեն թուլություն, դա ընդհանուր, որ իրենք հանդուրժում են շատ բաներ։ Եթե ասեց իրավական պետության նորմատիվները սկսում են վատ աշխատել եւ դիմացինը չափազանց ճարպգորեն այն առավելությունից, որ ինքը երբեք թույլ չէր տա, որ իր ժամանակ լինեն, օգտվում են լայնորեն։ Եվ վերեմ ուրեմն դա հիմա այսպես Սերժի ժամանակ թվեր էին խփում Քոչարյան Ռոբերտի ժամանակ իր հերոստանգերությունների ամեն պելյուսը Քոչարյան չփակեց հիմա իրենք ազատ գործում են ամեն ինչ ասում են ամեն ինչ անում են իմ ասելը չի որ չգործեն բայց օրենքի շրջանակներ պետք է անպայման տրվի այդ գերմանացիները նորից Հիտլերի իշխանության գալու ժամանակ դա չկարողացան կամ չարեցին ասեմ հետևյալը եւ ռուսները կարողացան նպաստել որ Հիտլերը իշխանության գա հիմա մարդիկ կասեն ռուսներն էլի կապ ունեն այո Հիտլերին իշխանության են վերել թվեր եմ ասելու եւ կմտածեն ասեն ռուսները ուրեմն 19-20 թվերից հետո Գերմանիայում հաստատվեց բարդությունից հետո դեմոկրատական իսկական արևմտյան դեմոկրատիայի չափորոշիչի պարլամենտական հանրապետություն, որը Վայմար քաղաքում էր հռչակվել նրա անունով, որը Վայմարյան հանրապետություն կոչվեց, բայց երկիրն անկայուն էր, ինֆլյացիա էր, սառը օկուպացված էր, մեր վիճակում էր, ջերմուկ ուրիշի եւ ներքին ռեակցիան էլ ուժեղ էր, չպետք լինի, սա չպետք լինի եւ այլն։
Եվ այդ ժամանակ ձևավորվեց, գիտեք, նացիստների, ընդ որում գերմանացիների բառագայում ես առաջարկում եմ նացիստ բառը օգտագործել, ոչ ֆաշիստը, որտեղ ֆաշիոն Մուսոլինն է, նացիստներ, նացիոնալ սոցիալիստներ են, դրանք երանգներ ունեն, այդ ռուսների ավանդույթով են մերոնք ասում ֆաշիստ, նացիստները, հիմա գերմանական նացիստ ուրեմն նացիոնալ սոցիալիստական բանվորական գուսակցությունը, սա կրճատ այդպես է Հիտլերի Գերմանիայի նացիոնալ սոցիալիստական բանվորական գուսակցություն, այսինքն կոմունիստական գուսակցությունն էլ է բանվորական, երկուսն էլ, նա ինտերնացիոնալ է, սա նացիոնալ է ուղղակի, թե չէ սոցիալիստներ են, երկուսն էլ սոցիալիստ են, Հիտլերը սոցիալիստ է, ուրեմն այս գուսակցությունը սկսեց ազատ գործում էին այդ տարիների նաև ուժեղ գուսակցությունները, սոցիալ-դեմոկրատները, որը 1890 թվականից դրանից առաջ Գերմանիայում միշտ ուժեղ եղել, Օտտո Բաուեր եւ հայտնի է Կաուտսկի եւ այլն, գերմանական սոցիալ-դեմոկրատիան, որ սոցիալիստ է, բայց մեղմ երանգներով, այդպես ասեմ։ Ուրեմն այս գուսակցությունները ազդեցին եւ կոմունիստական գուսակցությունը, որին ղեկավարում էր Թելմանը, Էրնեստ Թելմանը։ Մենք ֆիլմեր ենք տեսել մեր պատանեկության տարիներին, տեսել ենք թե Մոաբիտու բանդում է դահիճ ֆաշիստները ինչպես են սառեցնում, չէ, հունվարին նրան սառեցրին, կենթանի հուշարձան սարքեցին, նրան չեն գնդակահարել, այդպես պատժեցին պետական դավաճանության համար։ Ուրեմն հիմա կասեմ ինչ եղավ եւ այստեղ մարդիկ իրենք թող մտածեն։ Ուրեմն լայնորեն 1930-ական թվականներ նացիստները գալիս էին հետևողական հեղինակության բարձրացում, ճգնաժամ, օրենքների թույլտվություն եւ այլն եւ ահա այդ բանի ռադիկալների, որ սպես չի կարելի, Գերմանիան չի կարող, այս հələ փողոցները լսեք, այդ ինչ որ ասվում է, եւ Ռուսաստանի կողմից դա խրախուսվում էր, հիմա թվեր եմ ասել։ Եվ այսպես 32 թվականին եղան դեմոկրատական ընտրություններ Գերմանիայում, բանն ասեմ, նոյեմբերի 6-ին, տեսեք ճշգրիտ նոյեմբերի 6-ին 32 թվականին Գերմանիայում եղավ Վայմարյան Հանրապետության շրջանակներում բանը խորհրդարանական ընտրություններ, ինքը պարլամենտական պետություն էր, մանր-մունր գուսակցություններ կային, չասեմ դրա մասին, 3 գուսակցություններ, որոնք ազդեցիկ էին եւ երկրի ճակատագիրը որոշեցին, եւ ինչպես որոշեցին։ Ընտրությունների արդյունքով ուրեմն Հիտլերի գուսակցությունը, նացիոնալ սոցիալիստական բանվորական գուսակցությունը, մենք էլ ունենք սոցիալիստական գուսակցություն, երթեր, ցույցեր, բանը ինչ է, Հիտլեր կանցլեր, փողոցներ, Հիտլեր կանցլեր, մեկը վարչապետ, հասկանում եք ոնց է, Սամվել վարչապետ, ուրեմն տեսեք, գիշերային բաներ, եւ այսպես սրանք ընտրություններում ստացան 33.1%, որը 11 միլիոն մարդու չափ էր, դրողի։ Ուրեմն սոցիալ-դեմոկրատները Շլայմախերի գուսակցություններ, որը ստացավ 20.4% կամ 7 միլիոն ընտրող ձայն ստացան։ Կոմունիստական գուսակցությունը, որ Էրնեստ Թելմանի գուսակցություններ 16.5%, որ 6 միլիոն քաղաքացի էր ընտրող։ Հիմա այն ասեցի փոքրերը ազդեցություն չթողեցին։ Ինչ ստացվեց։ Ուրեմն առաջի տեղը Հիտլերն է, նացիստներն են, որ իշխանության են մղվում, ուժեղ Գերմանիա, հա, ուժեղ խաղաղություն, ուժեղ եւ այլն, ուրեմն 33.1% ասեցի։ Հիմա տեսեք հարցն է, բարձ է նացիստները կառավարություն կազմել չեն կարող։ Կոալիցիայի հարց է առաջանում։ Ես մերոնց ասում եմ, նայեցեք, ես մինչև հիմա չեմ կողմնորոշում, թե այնտեղ Քոչարյան միանալու են, թե չէ։ Իհարկե նրանք կմիանան, կբաժանվեն, ամյոբայի նման ինչ կլինեն։ Դա կոպիրկինը կասի, վերջի օրը, կամ մի շաբաթ առաջ։ Դրա համար մի տառապ է, ով հետ է միանալու։ Կարող է վերջում են մի հատ կա էլի ինչ-որ դիվանագետ, հենց կանցներ դրան էլ որոշեն, բայց այսպես թողենք այդ հարցը ապագային մի քանի օր հետո։ Ուրեմն խնդիրը կար, եթե այստեղ տեսեք շատ պարզ է։
Եթե սոցիալ-դեմոկրատները եւ կոմունիստները միանում էին իրար, ստացվում էր 20.16, 36.7%, 37% 1/10, ուրեմն 33.1/10 իշխանության գալ չէր կարող, ահա, այստեղից Կռեմլը իր խոսքը ասեց, Թելմանին հրամայեց սոցիալ-դեմոկրատների հետ դաշինքի չգնալ, այստեղ է մեխը, չգնալ եւ վերջ, հիմա էլ Հայաստանում հրամայել են, Թրամփի բանը չի լինել, ու լինելու է, իրենք ճղում են, նայում ես նորմալ հայ է, իրենք ճղում է, որ բանը չի լինելու է, հիմա դեսեք ինչ է լինում, Մոսկվայից արգելեցին ուրեմն այս կուսակցությունների դաշինքը, ինչու, որտեղ կոմունիստները կոմունիստական ինտերնացիոնալի անդամ կուսակցություն էին, ուղիղ կառավարվում էին Մոսկվայից, որի ղեկավարը Գեորգի Դիմիտրովն էր, կարծեմ այդ տարիներին, բուլղարացի կոմունիստը, ուրեմն դրա համար կոմունիստներից հեռու մնացել, եւ ահա ինչ եղավ, Հիտլերը դարձավ իշխանություն, 33.1-ով դարձավ իշխանություն, եթե լիներ չէր անցնի, եւ ընդմիշտ կվերջանար հարցը, 33 թվականի հունվարի քամիսին էր պաշտոնապես Հիտլերը դարձավ Գերմանիայի կանցլեր, մի երկու տարի թե մի տարի անց Ռայխստագի ընտրություններով վառել եւ այլն, որից հետո ուրիշ բան եղավ, այդ պարլամենտը, որ ինքը պարլամենտական հաղթանակը տարել էր Վայմարյան հանրապետության օրենքների լրիվ վերջին նիստ արեց եւ իրեն լուծարված հայտարարեց Հիտլերին հռչակելով ֆյուրեր, այսինքն Հայաստանի երկնակամարում այն նախկինների ֆյուրերի կերպարը ֆռռում է, հասկանում եք ոնց է, եթե հայ ժողովուրդը քվեարկի հավերժ նախկինների անցյալների օգտին, որ չի լինելու։ Ում եք խորհուրդ տալիս քվեարկել հայ մեր քաղաքացուն, ում ընտրի քաղաքացին, ովքեր հեղափոխություն են արել, այնտեղ ինչ ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը բնական է, որ ես չեմ գա այստեղ ու բայց դուք չեք արել, չէ՞, հեղափոխության մասնակից եք ԿՊ-ին, այնտեղ եւ մնացածներին, ովքեր որ հեղափոխության հետ են եղել։ Մանուշյան, եթե ԿՊ-ն անցնի խորհրդարան, դուք էլ անցնեք, ԿՊ-ի հետ միանալու եք, ճիշտ է։ Տեսեք, այնտեղ տարբերակներ պիտի թողենք մենք որտեղ թվերը չգիտենք, մենք ավելի չգիտենք, քան այստեղ թվերը առաջացան, այս թվերը պատական առաջացան, ասեմ ինչու, դրանից առաջ նախորդ ընտրություններում նացիստները շատ ավելի բարձր թիվ էին հանել, բայց վերջ է, ուզում եմ ասել, դա պարագայական, հիմա մեզ մոտ ինչ է լինում, երկու տարբերակ է լինում, նախ, պիտի որ առաջի տեղ վստահաբար ԿՊ-ն է լինելու, դա կասկած չկա, ով ինչ ուզում է ֆոկուս անի, ինչ-որ տոկոս են անում, ինչ-որ... Բայց ոնց գիտեք, ինչու գիտեք։ Ես դե քաղաքագիտական որոշ գիտելիքներ ունեմ, որ ուրիշները չունեն։ Հիմա ասեմ հետևյալը, առաջինը, այստեղ հետևյալն է, 51% կստանան, թե չէ։ Եթե կստանան, կառավարություն կազմելու իրավունք ունեն, երկիրը չունենա, որևէ խնդիր ճգնաժամի, այդ դեպքում մենք կլինենք ուրեմն այլընտրանք ընդդիմություն, ինչը որ չունի այսօր խորհրդարանը, եւ մեր նմաններ, ովքեր որ լինեն, կլինենք ընդդիմություն։ Բայց եթե համաձայն եք իշխանությունների հետ, ինչ ընդդիմություն։ Չէ, ես ասեցի մենք օրդոլիբերալ քաղաքականություն ունենք, տնտեսության մեջ Եվ մի օր էլ կրավիվեք, կասեմ ինչի հետ համաձայն, չենք ինչի հետ ենք համաձայն։ Անպայման կուզեմ այդ զրույցը։ Հա, ասիկ տարբերությունները միևնույն երկրում տարբեր են մոտեցումները։ Դուք կլինեք այլընտրանքային ընդդիմություն, եթե անցնեք։ Եվ նմանները։ Եվ կոալիցիա ստեղծելու կարիք չլինի։ Չէ, եթե 51% կարիք չկա։ Այնտեղ երկրի կարիքը վերածվում է ունենալ այլընտրանք ընդդիմություն, խորհրդարանական ընդդիմություն, ոչ ռևանշիզմ։ Հիմա սա մեր, իսկ եթե չեղավ 51%, ասենք 43-44, չգիտեմ ինչ որ եղավ, բարձր է որ մենք կոալիցիոն կառավարություն կազմենք եւ էլի պետությունը խնդիր չի ունենա։ Եվ պետության կառավարություն կկազմվի, ուրեմն եւ վերջ։
Կարելի այդպիսի ձեզ համահունչ ասեմ, համախոհ քաղաքական ուժ, որը էլի մասնակցում է ընտրություններին, որ կոալիցիա կազմեք դուք ԿՊ-ին եւ մենք այդ եղբայրականի հարց պետության ճակատագրի հարցը իրենց հրավիրեք թող ասեն, ես ուրիշ փոխարեն չեմ կարող ասել, չեմ ուզում ասել, ես իմ պատասխանատվությամբ իմ կուսակցության անունից եմ ասում, որ մի քաղաքականություն այդպեսին է ու հայտարարում եմ, այո, եթե եղան, մենք կլինենք ընդդիմություն, որ երկիրը չունի։ Եթե ոչ, կոալիցիոն կառավարություն չենք մերժի, կգազմենք, էլի խնդիր չի լինի։ Այդ դեպքում կառաջանա ընդդիմության այլ վարիացիաների հարց, որ նորից նորմալ է։ Մենք ինչ խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք երկրում հետ ուրեմն ընտրական զարգացումներ թույլ չտալու։ Այսինքն եթե այդ լինում է եւ կառավարության ճգնաժամ չլինելու։ Ոնց է կառավարելու այդ process-ը, եթե ընտրական ալիքը այնուամենայնիվ այսօր արդեն պլանավորված է։ Պլանավորված է անվտանգության ուժեր կան։ Եթե օրենքը դուք պահում եք, իմ ասած օրենքի սահմանադրական նորմերը կիրառելու մասին է, մնացածը ժողովուրդը քվեարկել քվեին տեր կլինի ուղիղ իմաստով եւ երկրորդական ինքը կպատվիրակի ժողովուրդը Հայաստանի անվտանգության ուժերին փողոցից հավաքել բոլոր նրանց, ովքեր կփորձեն ընտրական գործընթացը վերադարձնել ուրիշ։ Վտանգ տեսնում եք այնուամենայնիվ ընտրական շրջանում։ Իմ տարբերակի բարակը չեմ տեսնում։ Ձեր տարբերակը ժողովրդի ակտիվությունն է։ Ժողովուրդը ակտիվ է լինելու։ Հունգարիան ցույց տվեց, թե ինչպեսի ակտիվություն է լինում եւ երկրորդ ինչպես են Ռուսաստանի գործակալները շփոթվում իշխանությունից։ Տեսանք, չէ՞։ Սա ազդակ է, հա։ Տեսանք, իրականում տեսանք, ճիշտ եք ասում։ Դա համաշխարհային process է։ Հիմա մեր ժամանակների յուրահատկությունն ինչի մեջ է, ասեմ ձեզ, հեռուստատեսության հասկանալն է։ Կարծում եմ ինտերնետի մեջ է, համացանցի մեջ է։ Յուրաքանչյուր մարդ 10 թեռախոսում է։ Ես աշխատում եմ իմ ինչ ոչ մի տագնապ դրական եւ բացասական դրականը մարդիկ ինֆորմացվում են։ Չէ, դա ինչպես կարող է ազդել այդ համախմբվածության Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է ակտիվ եւ իր անկախության, իր ինքնիշխանության, իր պետականության տեր։ Հետեւաբար եւ ես վստահ եմ, որ մեծ մասը կարող եմ ասել իմ փորձը նաեւ ոչ մեկը ռևանշիզմի վերադարձ չի ուզում։ Նայում են դեպքերին ծիծաղում են, այդ պլակատները չեմ ուզում ասել։ Հələ տեսեք ինչ ծաղրի են ենթարկվում, որ մարդիկ ասում են։ Դա քաղաքացիական ակտիվություն է պահանջում այն դուք ինչ ասում եք, մեր քաղաքացին այդքան ակտիվ է, որ կարողանա դուրս գա եւ պաշտպանի իր ընտրությունը օրինակ, այս կամ այն։ Իշխանությունը պետք է պաշտպանվի, ինքը օրենքով պիտի հաղթի։ Առաջինը պետական իշխանության մարմիններ, նաև քաղաքացիներ։ Օրբանի պարտությունը դուք ինչ որ բանի հետ կապում եք, ասենք, ինչպես դա ստացվեց։ Որովհետև հնարավոր չի Եվրոպայի կենտրոնում լինելու մնա Ռուսաստանի գործակալ։ Էն էլ ինձ թվում է դա խաղ գնաց։ Խաղը տրամաբանական է։ Ինչու մինչև հիմա այդպիսի ակտիվ չէին այդ բանի դեմ։ Օրբանի դեմ, ինչու՞։ Որտեղ մտածում են Ռուսաստանի հետ չարժի հակադրվել, բայց օգուտ ունեն իրենք, նավթ, բենզին եւ այլն, եւ անվտանգության, այսինքն օգտվում էին։ Հիմա տեսան, որ Ռուսաստան այլևս չկա հեռանկարի մեջ եւ որոշումը կայացրին ժամանակին։ Այդ ով էր այդ որոշումը կայացնողը։ Քաղաքական էլիտան, ովքեր որ կարողացան Ռուսաստանի տեխնացուն պարտվեց։ Հաստորեն Ռուսաստանի տեխնացուն պարտվեց։ Նշանակ, երկրորդը, գիտեք, ժողովրդական, օրինակ մեզ մոտ տարածված է ժողովրդական զանգվածներին, չգիտեմ, ինչ որ դեր չտալ, չեմ ուզում սուր բառ ասել, ժողովրդի հավաքական գիտակցությունը շատ հզոր է եւ առողջ է։ Իրենք հունգարացիները հասկացան քաղաքացին, որ Ռուսաստան այլևս չկա եւ հիշեցին ուրիշ բաներ, որ ինչպես է, ասենք Նիկոլայ առաջինի ժամանակ Ռուսաստանը խեղդել հունգարական հեղափոխություն եւ այլն։ Այդպիսի հուշեր աշխատում են։ Ինձ թվում է տարել է։ Այսինքն ժողովուրդը իսկ էլիտան էլ կարողացավ անել ինչ պետք է։
Բարի, պարզապես այստեղ երբ որ քարոզչությունը իրար մեղադրում են տարբեր հանցանքների, զանցանքների եւ ուղղվածությունների մեջ, ընդդիմությունը հաճախ ասում է, որ Փաշինյանը ընդդիմությունը չի ասում երևի, վերլուծաբաններն են ասում։ Ընդդիմությունը նույնպես երևի, որ Փաշինյանը եւս Ռուսաստանի տեխնացուն է։ Դե այդպես գիտեք ինչ կա։ Ինչ կասեք դրա։ Բացարձակապես համաձայն չեմ, ես դա անիմաստ խոսակցություն եմ համարում։ Այդ ուղղակի գիտեմ, որ հիմա իրենք ապացուցում է, որ արևմտամետ են, հիմա դարել են արևմտամետ, որովհետև գիտեն ռուսամետ լինելը մահացու է, ամենահարմարն է Փաշինյանն է ռուսամետ ասել, իրենց հարցը իրենք երազած կլնեին, ռիսկ անեին Կրեմլի պատերի տակից մի հատ ձեն հանեին, այդ մարդը Պուտինի հետ նստած ինչ բան։ Շնորհակալ եմ, այսինքն անիմաստ բաներ կան։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի հետ էի զրուցում, զրուցում արմեի ես, Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։